չէ, իրանց ճղում են, մենք տվել ենք խոսքի ազատություն։ Այդ տեսեք լրագրողները գալիս են վարչապետին հարցեր են տալիս շատ բարձ։ Իրոք, ամոթա չի կարելի դրա անունը դնել ազատություն։ Նախ դու չգիտեք ինչ բան է ազատություն, դրսում բամբա կա, ստեղ զանգա կա։ Տղամարդը ինչ ասեմ։ Ոնց կարելի է քո երկրի ղեկավարը կծկված նստի ու Դաստոյնստվա բան ոնց է։ Արժանապատվություն։ Արժանապատվություն այդ կորցրած գնում մի քիչ այդ կծկվածությունից հետո մոտս ինձ գալիս է յախք։ Ոնց կարա քո երկրի ղեկավարը քո մոտ զզվանք առաջացնի։ Այս ազգի ինչ-որ տոկոսի մոտ փորնա ասֆալտը ու չկառուցված են 500 մանկապարտեզներն ու դպրոցները։ Պարոն Հարությունյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Եթե նույն հարցը ձեզ տամ, ձեր դուրը կգա։ Դե մեզանում ընդունված է, չէ՞, այդ հարցը միշտ տալիս ենք։ Հայաստանում պարտադիր պետք է որպեսությամբ հետաքրքրվել։ Բարևն Աստծուն դա, մեկ էլ ոնց է Աստված իրոք ժողովրդենք, եթե չխանգարեն։ Պարոն Հարությունյան, այ հաճախ եմ լսում, որ ասում են այդ ֆիլմ արտադրության ոլորտում աշխատող մարդիկ, ասում դերասանների մասին, ասում են, որ դերասանը պետք է ունենա բնավորության ինչ-որ յուրահատուկ գծեր, բայց չեն շեշտում, թե որոնք են այդ գծերը։ Ձեր կարծիքով ինչ նկատի ունեն։ Ասում են, ինչ-որ կա մարդկանց մի տիպ, որ իրենք են հենց ուզում դառնալ դերասաններ։ Չեմ կարող։ Դե կան տարբեր են դերասանները, իրենց մոտեցումը իրենց մասնագիտությանը։ Մարդիկ կան գնահատում են շատ են գնահատում ոչ միայն նկարահանման հրապարակում, այլ կյանքում են սկսում խաղալ, հետո դառնում են ամբիցիոզնի։ Հետապես դերասանները ոնց որ Վիսոցկին էր ասում ակտյորի ձեթին ու սուկինի ձեթի, մենք մեր տեսակում մի քիչ ամբորթ ենք, լավ առնով էլ, չգիտեմ։ Դե այդ մասնագիտությունն ստիպում մի քիչ բնավորություն ձեռք բերել, բոլորին թվում է, թե այդ մասնագիտությունը դե հեշտ այկան նստեց նկարվի չէ, ինքը իրոք դժվար մասնագիտություն է ու կարծում եմ այդ դժվարությունների հաշվին առավել ևս եթե պրոցեսը ճիշտ չի կառավարվում ու ճիշտ չեն կարողանում այդ ամեն ինչը անել, տեղից ծնվում է նյարդը, վերաբերմունք, արդեն հասկանում ես, որ տիպին դնես, ու մի քիչ էլ ամբիցիա մեջ է գալիս։ Իսկ այդ սահմանը ոնց պահել է, որ ասում եք շատերը նաև կյանքում են սկսում դերասանություն անել։ Դա կախված է մարդուց ճիշտ ասած իր տեսակից։ Ես չեմ սիրում կյանքում խաղալ։ Բեմում էլ շատ եմ սիրում խաղալ, բայց այս տարիքում կոմպլեքս այք է իմ մոտ։ Չգիտեմ, դա մարդուց է գալիս։ Մարդ կա մնում ատակը, մարդ էլ կա այդ վայելում է իր մասնագիտությունը։ Ես իմ տեսակով վայելող եմ։ Նույնիսկ հիմա մեկ նեղվում եմ, որ մեր քաղաքում նենց մթնոլորտասեղսը, որ արդեն քեզ ճանաչում են, չես էլ ուզում այդ լինի։ Որտեղ դրա հերն էլ անիծեցին, այսինքն հարգանքը մշակույթի ու արվեստագետի նկատմամբ իջել ամենացածր մակարդակի։ Որտեղ խոսում ես, ասում են, խես խոսում, դու քո գործը չես խոսում, ասում են մտավորական եք, խիչ եք խոսում։ Դուք այդ տարբերությունը զգում եք, երբ սկսեցիք խոսել, վերաբերմունքը փոխվեց ձեր կարծիքով։ Ես տարբերությունը իմ մեջ եմ զգում ու ես ինձ սկսել եմ ավելի շատ սիրել, որտեղ ես հասկացա, որ անտարբեր չեմ։ Իսկ ես անտարբերությունը ամենամեծ հիվանդությունն է այս աշխարհի։ Մենք իրավունք չունենք առավելևս այս ժամանակաշրջանում լինենք անտարբեր, որտեղ խոսք է գնում հայրենիքի ու ազգի մասին։ Մեզ մեկ թվում է, որ մեր խոսքը կամ մեր անելիքը ոչ իման չի փոխի, չէ, յուրաքանչյուրիս խոսքն ու անելիքը փոխում է, բայց նայած այդ խոսքը ոնց է մատուցվում, ոնց է ասվում, որտեղ այսօր այդ խոսքի հերներ անիծեցին, իրանք նոր մշակույթ բերեցին խոսույցի, բառապաշարի նոր մշակույթ է եկել, որը սա կամաց մտնում է մեր ազգի մեջ ու դառնում է բնավորություն, որը շատ զզվելի է։ Իրանք նոր
նոր լեզու բերեցին, նոր բառապաշար, բառամթերք բերեցին, դա սկսվեց ազգային ժողովից ու դա շատ զզվելի է։ Ու հիմա իրանք դա ամենտեղ օգտագործում են։ Իսկ այն ներքաղաքական մթնոլորտ, եթե նկարագրենք, ինչպես կնկարագրեք, ինչպես կբնորոշեք այն գործընթացները, որ տեղի են ունենում հիմա Հայաստանում։ Նման հարցերի դեպքում միշտ ներսումս հայերի անկածնվում ավելավայս լռեմ։ Զզվելի է, այն ինչ-որ հիմա կատարվում է։ Չկա ազգային մտածելակերպ, չկա ազգի նկատմամբ վերաբերմունք, կա կոնկրետ եսասիրություն։ Իրանք ոնց որ էս 5-6-8 տարվա մեջ սկսեցին իրանք շատ սիրել։ Իրանք շատ սիրեցին ու ազգի սերը պակասեց իրենց նկատմամբ։ Այսօր այդ սիրո խիմիան տեղի չունեցավ էլի։ Իրանք սեր հասկացողության հերներ անիծեցին։ Նույնիսկ չգիտես հիմա ոնց սիրես, որտեղ եթե սիրո մեջ մտնում է կասկած, դա ահա որ զզվելի է։ Հիմա ես վախենում եմ սիրել, որտեղ կասկածում եմ, կարողանամ սիրել, թե չէ։ Բայց իրանք սիրողների մի մեծ բանակ ունեն դեռ, դա ինչով եք բացատրում։ Աստված պահապան բոլոր իրանք սիրողներին, այդ կարող եմ ասել։ Իմ ազգի ներկայացուցիչներն են, կարող եմ ես իրանք ասել մոլորվածներ։ Իրանք այդ ձև են ընկալում, կամ այդ մարդ տեսակի որակն է փոխվել, մենք չգիտենք, որ այս որակը մեր ազգի, չգիտեմ, ինչ-որ տոկոսային հարաբերության վերցած այդ տոկոսին դուր է գալիս։ Այսինքն նաև ուզում եմ կներեք, որ ազգանունություն խոսում, ներողություն եմ խնդրում, այսօր ճաշակի պակաս կա։ Եթե իրանց ընտրությունը սա է, ուրեմն այս ազգը մեծ շատ կարևոր բան է կորցրել։ Տեսնելու ունակությունն է կորցրել, անալիզ անելու ունակությունը։ Շատ ցածր մակարդակի են իջել ու այդ մակարդակից են ամեն ինչ անալիզանում։ Ու այս ազգին ուզում են դարձնեն կինտո, որ դատեն օրուտեն։ Այսօր չափման միավոր այս ազգի ինչ-որ տոկոսի մոտ փորնա ասֆալտը ու չկառուցված են 500 մանկապարտեզներն ու դպրոցները։ Դա կատեր են, որ անդադ տրվում է։ Ու այդ մարդիկ, որ բարձրացնում են այն մենք 500 կանենք, ներողություն ձեզ բերել են կառավարության, որ այդ ամեն ինչ անել, մի հատ էլ տենց ամպոկորգոր իհարկե պետք է անենք։ Ինչ որ բան գոնե պիտի անենք։ Ինչ որ բանի մասին չի, դուք տվել եք ձեզ, մենք ձեզ կոպիտ ասած այդ պողպատե մանդատը տվել ենք ձեզ, որ անեք։ Գրիչ դրա մասին չխոսեք, մենակ դուք զբաղվեք անելով, մենք կույտ չենք, տեսնում ենք։ Որովհետև հիմա դες յուրաքանչյուր դպրոց կամ մանկապարտեզ բացելուց նենց են նկարում, նենց են մատուցում, որ տեսեք մի հատ հա բա պետք է անեք, բա ինչ պետք է անեք։ Բա ինչի համար ենք բերել ձեզ այդտեղ կամ ինչի համար թույլ տվել այդտեղ լինեք դուք։ Սա այն ինչ որ չի ասում, դա ճշմարտություն։ Եկեք դրա մասին չասենք, մենք ճշմարտություն ու սուտն ու կեղծիկը տարբերում ենք իրարից։ Սուտն ու ճշմարտությունը կամ բարին ու չարը։ Շատ ահավոր մթնոլորտ են ստեղծել հանրապետությունում ու ոչ մեկի չեմ ուզում մեղադրեմ, քանի որ դա սկսվեց իրանցից, այդ դեպքում կարամ ժամանակավոր մեղադրեմ իրանց ուրեմն։ Դա աստված որ հաջորդ ընտրություններին գա մեկը, որը կարողանա այս դաշտը մաքրի ու սկսի զրոյից։ Նոր մի հատ մշակույթ, նոր մի հատ էսթետիկա բերի իր հետ, նոր խոսքի մշակույթ, որ հասկանա, որ երկրի գլխին տղայա ու տերա։ Ես կնոջը չեմ ուզում վիրավորում, բայց եթե երկրի տերն ես, ինձ կանացի տղամարդիկ դուր չեն գալիս։ Կներեք, որանց վիրավորելով, ուղղակի տենց գիտեմ կինն է չի ընդունում կանացի տղամարդկանց։ Դրա բնականություն կա դրա մեջ։
Այդ ճաշակի մասին էիք խոսում, որ անճաշակ են դարձել հիմա շատերը եւ կարծում նաեւ գիտակցությունը նկատի ունեիք, այդ ի՞նչն է ձևավորում ժողովրդի ճաշակն ու գիտակցությունը ձեր կարծիքով։ Եվ ինչը փչացրեց մերը։ Լիդերը։ Որտեղ լիդերը հարավելևս նոր սերնդի ու ազգի ամենակարևոր օրինակներից մեկն է։ Լավ լիդերը ժամանակական ընթացքում դառնում է չափման միավոր։ Ու բաներ կա, սկսում են այդ մարդով չափել։ Այդ մարդու խոսքը ավելի շուտ է տեղ հասնում, իսկ սիրուն գեղեցիկ խոսքը ավելի շուտ է տեղ հասնում ու կամած երբ որ դրան պահում ես, ինքը դառնում է ազգի բնավորություն։ Իսկ այդ ազգը տեսնում այդ լեկցությունները, ինչ որ կատարվում է դրանց մշակույթը, դրանց մարդու ներկայացնելու process-ը, իսկական ուզում ես զարմանալ ոնց հայը հային սենց է ներկայացնում։ Ոնց կարող ես խոսել վատ քո երկրի նախկին ղեկավարի հետ կապ չունի ինչ արի ով ա եղել ոնց ա եղել ներսում այդ մաղց կա այդ մաղցը ձևավորի սիրուն գեղեցիկ ներկայացում որ այդ մարդուն են մտածելու արից 10 բայց հիմա իրանք անենց են վիրավորում այդ մարդկանց որ զզվել այդ գալիս է ու դա դառնում արդեն այս ազգի շատերի մոտ տեսեք համացանցերում ինչա կատարվում։ Եթե հայկինը սկսեց հայոյան գրել, եթե հայկինը սկսեց հայոյան գրել, ես չեմ ուզում այդ կնոջը մեղադրել։ Որտեղ տղամարդը իր տեղում չի։ Իսկ դեմը տղամարդը նույնիսկ ամաչում է, նա իրան համեստությամբ ամաչում է հայեր կամ չգիտեմ։ Գուցե դա տեսակ է, որտեղ կանայք կան, որ ամեն դեպքում չէին հայոյի։ Այո, տեսակն էլ տեսակավորվեց հիմա, իհարկե նոր տեսակ ձևավորվեց։ Ոչ թե ծնվեցին, այլ ձևավորվեց նոր տեսակ։ Այդ հայողները հասկացան, որ վայ կորը անցնում է, ոնց որ տենց բան, իրանք սկսեցին ինքնահաստատվել, իրանք վրա նշանակություն եկավ։ Արտահայտվելու տեղ հարթակ եղավ։ Դա ներողություն։ Չգիտեմ, ել եմ ասում չեմ ուզում ոչ մեկի մեղավորեմ, բայց այսօր իմ համար առաջին մեղավորները այդ իրենց փոքրիկ խմբակը ոնց որ վերջերս ասում են իրանք սկսել են դրանից էլ նեղվել սրանք են եթե սրանք երկար մնացին մենք վաղ միսը կարող է հայկական տարրերից էլ հրաժարվենք իսկ եթե հրաժարվեցինք վաղ մեր ասելիքը քչանում է Եթե սկսեցինք ուրիշի տարրերով մտածել ու կարդալ, այդ արդեն վերջին է։ Ու սրանք ամեն ինչ անում են, որ գնանք դրան։ Չգիտեմ ինչ։ Այսինքն հրաժարում ամեն հայկականից ըստ էության մշակույթի նկատի ունի։ Կարծում եմ ինձ լավ եք տեսնում այդ ամեն ինչ, ինչա կատարվում։ Չդնեմ մեկ անգամ եւս ասեմ 100 անգամ ասել ենք այդ մասին, արդեն հոգնել եմ ու ամեն անգամ այդ բարակապակցությունի մեջ որ ծնվում ես հասկանում եմ առաջին հերթին ես ինքս ինձնից եմ զզվում։ Ոնց կարելի է մարդուն 800 անգամ նույն բանը ասել ու ոչ մի տեղ չհասնի, իրան տեղ չի ասում, ինքը չի ընդունում, ինքը այդ ժամանակ այդ սառած պատա, որտեվ այդ պահին իրան տենց հարմար է։ Այսինքն ժողովրդի ասածը ինքը թքած ունի այդ ամեն ինչը, բայց միշտ ժողովրդով ապրում է, ժողովրդի անունից խոսում է ու ժողովրդով ինքնահաստատվում է, բայց ինքը թքած ունի այդ մարդկանց վրա։ Բա ի՞նչն է իրենց պահում հիմա այս երկրում։ Այն հնարավորությունն է, որ ընձեռվեց իրենց, հասկացան, որ լավ տեղ են ընկել, հասկացան ինչ լավ բան աթորը ու ձևը գտան ուտելու։ Բայց իրանք մի բան չեն կարողանում հասկանալ կամ մի հատ ժամանակահատված, որի անունն է պատասխանատվություն։ Պատասխան պիտի տա։ Ես չգիտեմ ոնց։ Մենք միշտ գցում ենք Աստծո վրա, Աստծո դատաստան ենք դրա անունը, բայց չէ։ Մենք պետք է անենք դա ցիվիլ ու գոնե այդ անելուց հետո հասկանանք, որ սրանից հետո կա պատասխան տալու ժամանակ։ Իրենք չեն գիտակցում, որ մեր պատասխան են տալու, թե չեն վախենում։ Իրանք շատ են վախենում։ Իրանք լավ գիտակցում են։ Իրանք հիմա ժամանակ են ձգում, որ ձևերը գտնեն, որտեղից ոնց կփախնեն այստեղից կամ ոնց կարողանան հետագայում իրենք իրենց արդարացնել։
Իրանք նույնիսկ ես համոզված եմ, որ գիշերները շատ վատ են քնում։ Նույնիսկ կան մարդիկ, որոնք վախենում են արդեն քնեն։ Այդ մարդիկ արդեն ամենաշատը չեն սիրում իրանց բարձը, որ առաջ պաշտում էին։ Չգիտեմ, կուզենամ պատասխանատվություն լինի այս երկրում, կուզենամ այդ երկար գոնե մի 5 տարի պահենք, որ այս ազգի համար դառնա բնավորություն, որ այս ազգը հասկանա, որ պետք է անկեղծ լինես ու չխաբես, որտեվ կաղոր մի օր պատասխան ես տալու։ Կուզենամ, որ այդ ամեն ինչը լինի, որ այդ ազգի մոտ դառնա բնավորություն, սկսենք այդպես մտածել։ Իսկ այն ինչ օրս կատարվել է, շտկել կլինի ձեր կարծիքով։ Դժվար, բայց այո։ Ժամանակապետք մենք էլի սրանց պատճառով մի 20 տարի հետ ընկանք։ Որ մենք կարող ենք ավելի առաջ լինենք, աշխարհը մեզ ավելի լուրջ կարող էր վերաբերվել, հիմա աշխարհի կարծիքը փոխելն է դժվար։ Հիմա ամեն ինչ ավելի դժվարացել, տեսեք տարածաշրջանում ինչ է կատարվում։ Այս իրավիճակում շատ ավելի դժվար է լինում։ Տեսեք, Պարսկաստանը մենք, կային մարդիկ, որ այդ երկրին միգուցե հետամուտ չեմ կարծում, մի խոսքով անլուրջ են վերաբերում, բայց մարդը ուներ ազգային ծրագիր, մարդը ուներ ազգային բնավորություն, ու այս շրջանը ապացուցեց աշխարհին, որ զգուշեք, ինչքան էլ ամեն մեկին վերացնես, հետևից գալացող կա, իսկ այն հետևից գալացողի հասկացությունը որն է, օրինակ ունեն ազգային ծրագիր, ու ծրագրով շարժվում են։ Այս գլխավորին վերացրեցին, չգիտեմ, 500 հոգի դեռ ցերտի մեջ կանգնած են։ Ու այդ 500 հոգին նույն ձև են մտածում, նույն ձև են վերաբերվում իրենց հայրենիքին։ Իսկ դա արդեն դպրոց է, դա մշակույթ է, դա ազգային մտածելակերպով ծրագիր է, որ նախորոք այդ մարդիկ կանխազգացել են ու կանխատեսել են։ Իրանք երևի պատրաստ են այսօրվան, որ գիտեն այսօրը գալու է, իսկ մենք ոչ մի բանի պատրաստ չենք։ Իսկ պատրաստվում են ժամանակ, երբ որ ղեկավարը ու երկրի տերը համ երկրի տասիրում, համ ժողովրդին, համ էլ պատրաստ է այս երկրի համար ինչ-որ բան անի, որ գոնե մի 20 տարի հետո այս քաղաքում գոնե իր անունով մի հատ փողոց բացվի, որ արժանի լինի դրան։ Իսկ ժողովուրդը այս ամենի մեջ մեղքի բաժին ունի կամ պատասխանատվություն կրում է։ Մենք բոլորս ունենք։ Իհարկե բոլորս մենք մեր մեղքի բաժին ունենք։ Ես չեմ ուզում իմ փոխարեն ինչ-որ մեկին, ես էլ եմ մեղավոր։ Ես էլ եմ մեղավոր իմ թերացումների մեջ, ես էլ եմ մեղավոր տեղեկավոր մարդկային փոխհարաբերությունների մեջ, ես ինչ բաներ կա, որ պիտի անեի, կամ բաներ կա, որ պիտի չանեի, համ արել եմ, համ չեմ արել։ Խոսքով։ Իհարկե մենք ենք մեղավոր, որ մենք այսօրին ենք։ Մենք բոլորս։ Սկսած 18 թվականի ընտրությունից մինչև օրս։ Մենք այնքան խելամիտ չեղանք, որ հասկանանք ով է գալիս հեղաշրջում անելու։ Մենք այդ ամեն ինչ ուրիշ բանով չափեցինք ու հասկացանք, որ սխալ ենք չափել։ Յուրաքանչյուր սխալ չափումից հետո յուրաքանչյուր քո ընտրությունը լինում է սխալ ու մենք ունենք 18 թվականի վառապացույց։ Ես հույս ունեմ, որ հունիսի 7-ին չենք սխալվի։ Դասված կարողանանք ճիշտ ընտրություն կատարել։ Այս տարվա ընտրությունները մենյուն շատ մեծ է։ Սենց մենյուով մենք հələ չենք մասնակցել վարչապետի բանին, ընտրություններին։ Ուն ձեր 2 կոպեկ փող կար, կուսակցություն բացել։ Մի ժամանակ թիմից նույն քաղաքը տենց է, չէ՞, ժամանակում ուն ձերը 2 կոպեկ փող կար, հայատում պարկած միլիցիա էր գցում։ Շուտ տենց համեմատություն են տանում, չեմ հասկանում։ Այսօր տեսեք, ազգի կեսը ոստիկաններ են, կեսը վարչապետ, տակը մնացինք մենք ու տաքսովարորդները։ Մեր ազգը երբեք այսքան ոստիկան չեր ունեցել։ Մեր ազգի տղամարդիկ երբեք այս մասնագիտությունը այսքան չէին սիրել։ Դա
փոքր երեխայք ինչ է զնդարը, փոքր ժամանակ ասեմ միլիցիա։ Պատկասում իշքան միլիցիայի երազանք կատարվեց, մանկության երազանքները կատարվեց։ Չգիտեմ։ Ձեր հարցազրույցների ժամանակ շատ եք նշում, որ Հայաստանին պակասում են իսկական տղամարդիկ։ Ինչ ասել է ձեզ համար իսկական տղամարդ եւ իսկական հայ տղամարդ։ Մեր քպայականները չեն սիրում այդ բարակապակցությունը, տղա ու ворց բարակապակցությունը։ Տղան տղա է, ворցը այդ ինչ նշանակում մարդ, որը պետք է որոշում կայացնի ու իր որոշմանը տեր լինի։ Մարդ, որը իրավունք չունի խափի այն ազգին, որի փոքր մասնիկը ինքն է։ Իսկ 8 տարի ամեն օր խափել քո ազգին, դա ուր է տղամարդը։ Դրսում բամբա կա, ստեղ զանգա կա։ Տղամարդը ինչ ասեմ։ Ոնց կարելի է քո երկրի ղեկավարը կծկված նստի ու դաստոյնство, բան ոնց է։ Արժանապատվություն։ Արժանապատվություն այդ կորցրած գնում մի քիչ այդ կծկվածությունից հետո մոտս ինձ գալիս է եղք։ Ոնց կարելի է քո երկրի ղեկավարը քո մոտ զզվանք առաջացնի։ Ես մեկ անգամ եւս ուզում եմ որտեղ այսօրվա վաղվա մեր օրը մեր նոր սերնդի ձեռքերում ես ամեն անգամ դիմում եմ իրանց մեծ խնդրանքով դուք կարող եք այս պատտվողանի վշուր տալ հակառակում ու որտեղ կսկսվի ձեր վաղվա լավորը ու մենք էլ կունենանք հնարավորություն ձեր հետևից գալու որտեղ ժամանակ առ ժամանակ ես իրոք այդ նոր սերնդին երիտասարդներից ներողություն եմ խնդրում, որտեղ մենք շատ բան կար պիտի անենք, չարեցինք ու ձեզ շատ քիչ բան ենք թողել, կարող եմ ասել ոչ մի բան չենք թողել։ Ու դա ամենասարսափելին է, ու ես դրանից եմ շատ նեղվում։ Վավանտրությունները ձեր ձեռքերում է ու ուզենամ չծախվեք, իսկ այսօր սրանք տալիս են այդ հնարավորությունը ծախվելու։ Այդ ծախվելու հոգեբանությունը հանեք ձեր միջից։ Մեկ մեծ սոված մնալներն այդ հաճելի է, նույնիսկ օգտակար։ Փորձեք կհասկանաք։ Սա է իմ ասելիքը։ Չգիտեմ, ենք ծանր ժամանակաշրջան ենք ապրում։ Անմետրեն է խաղաղություն։ Ինչ 2 տարի է սահմանում կրակոցից զինվոր չի զոհվել։ Այսօր չի զոհվել, էլ ուր զոհվի, 5000-ի գլուխը կերակել ուր զոհվի։ Ոնց որ դե մի քիչ տենց ինչ-որ մարդկային բան է, լավ 5000-ի մի դերևի թեթև ամաչում են այդ 5000 թվից։ Չնայած իրենք ասում են 3800, չգիտեմ, 380 մի խոսքով։ Իսկ ինքան չկան, որ այդ թվին է տերը լնեն ու թվի լավ է։ Պարոն Հարությունյանը, դուք չեք վարանում երբեք ճշմարտությունն ասել, շատերն ասում են, որ չէ, դե չենք խոսում, որտեղ դա կազդի մեր գործի վրա, ձեր գործի վրա ազդել է այդ ամենը։ Իհարկե։ Ինչպես։ Չեմ կարող ասել, ժամանակը կասեմ։ Որտեղ իրանց մոտեցումն այդ։ Դրա համար էլ մեկ-մեկ որ ասում են ինչի չեն խոսում, այդ մարդիկ ուզում են զբաղվել իրենց գործով, իրենց մասնակցությամբ։ Իսկ եթե խոսեցին, միս օրերը հաստատ փագելու են ինչ-որ ունեն։ Հետո տենց երկիր են սարքել։ Այդ գործի կա դարել սնանց նմանների ձեռքում։ Չգիտեմ։ Իհարկե, բաղամիսր ամեն ինչ պարզ կլինի։ Երբ ձեր կյանքում դժվար ժամանակներ են լինում կամ երբ եղել են, դուք ինչպես եք դա հաղթահարել, ինչն է օգնում հաղթահարել դժվարությունները։ Ուժեղ լինելը։
ասում միշտ խնդրում եմ մի բան, որ ուժեղ լինեմ, կարողանամ հաղթարեմ։ Չեմ ասում օգնիր ինձ հաղթարեմ, ասում տուր հնարավորություն ուժեղ լինելու, որ ես էլ անցնեմ։ Ուժեղ լինելն է փրկում, համբերատար, ու կամաց շարժվել առաջ։ Մեկ կարելի է հետ նայել, դրա մեջ վատ բան են գտնում, բայց դրա մեջ էլ լավ բան եմ գտնում։ Մեկ նայում եմ, երբ որ մտովի գնում եմ մանկությունից ու հետ եմ գալիս, այդ ժամանակ լիքը խնդիրներ ավելի հեշտ եմ կարողանում լուծել։ Մտով քո սխալների վրա ես քայլում։ Իհարկե։ Այդ ժամանակ ճիշտն ու սխալը 14 միանգամից զգում ես։ Ու այդ ժամանակ կարողանում ես կատարել ճիշտ ընտրություն։ Իսկ երբ հետ եք նայում, ասենք ձեր կյանքի փուլերը մտովի բաժանում եք, ասենք այս փուլը ամենավառ փուլն էր, սա ամենահաջողակն էր, սա ամենադժվարն է։ Եվ այդ վերլուծելը օգնում է շարունակել առաջ։ Վերլուծելը օգնում է, բայց երբեք լավ ու վատի չեմ բաժանում։ Ուժեղ, թույլ, վատ, լավ, այս շրջանը լավներսի վատներ իհարկե։ Հակի հասկանում եմ, դա եղել է իմը, մինչև հիմա իմն է, եթե սխալվել եմ, մեղավորը ես եմ, եթե չունեմ մի բան, էլի մեղավորը ես եմ, եթե ունեմ մի բան, դա իմ հպարտությունն է, պետք չի բաժանել, ոնց որ սրանք բաժանեցին։ Տեսեք բաժանել ինչ վատ բան է, մեր ազգի երբեք սենց պարակված չէր եղել։ Դրա համար չեմ սիրում արդեն բաժանել, սիրում եմ մի բան բաժանել, մատաղ։ Մեկ էլ, չգիտեմ, ամպագորբոտ հենց ռոմանտիկ բաներ չասեմ։ Ես սիրում եմ մարդկային մաքուր փոխհարաբերություններ են, որ չվիրավորել, բան չանել։ Հիմա ապրում ենք մեծ շրջանում, որ այդ փոխհարաբերություններն էլ գիտես ինձ ահավորն են, որ սկսել ես դառնալ կասկածամիտ։ Շրջապատի մարդկանց եք կասկածում։ Նույնիսկ սկսել եմ ինքս ինձ կասկածել։ Դա սարսափելի է, լուրջ եմ ասում։ Այդ կասկածելը բերում է անվստահության, ինքդ քո ես իմ մասին եմ խոսում։ Դիմացինից հանդեպ դառնում ես անտարբեր, ուտեղ սերը ռեսկի կտրվում է, դառնում է փոքրանում է, էլի։ Ու այդ մարդիկ երևի այս բանաձևը շատ լավ գիտեն ու դա արեցին։ Օրինակ որ ժամանակներից եւ հետ նայելուց խոսեցինք, ես հիշեցի, որ շատերն են հիշում 90-ականները ու ասում, որ ամեն դեպքում դրանք տարբեր էին, ինչ որ ոգեղենություն կար։ Դուք համաձայն եք դրա հետ։ Իհարկե։ Այն ժամանակ բոլորս էինք միասին հաղթարում այդ դժվարությունները։ Այդ ժամանակ մենք բոլորս հասկանում ենք ինչի համար ասենց։ Իսկ հիմա մենք չենք կարողանում հասկանանք ինչի համար ասենց, որը հասկացանք ինչի համար ասենց, այդ օրը կհավաքվենք ու ինչ որ քայլ կանենք, մենք դեռ չենք կարողանում հասկանանք ոնց եղավ, ինչ եղավ։ Ինչի սենց արեց կամ ինչի սենց արեցինք, ոչ մեկ չի ուզում ինք իրան մեղադրի, չի ուզում, իրանք մեր գլխավոր վարչապետը ինք իրան չի մեղադրում, որ 5000 հոգին իրանց պատճառով տենց եղավ։ Ինք իրան այդտեղ չի տեսնում։ Ոնց ասում ես համար 1 չգիտեմ ինչն եմ, բայց ես համար 1 բանը չ։ Ինչ կռուտիտի ձև է այդ ինչ։ Ինչ հոգեբանություն է, ինչ բառախաղ է։ Յանի տենց վերցնում այն վրա, տեսեք ես ինչ փոփուշն եմ, բայց այս ամեն այս ներքաղաքական այդ ծանր մթնոլորտն ազդում է մշակույթի, մասնավորապես թատրոնի, կինոյի վրա ձեր կարծիքով այդ ամեն ինչը զգացվում է այնտեղ։ Իհարկե։ Ինչ ձևով։ Դու չես կարողանում ստեղծագործես։ Չեն թողում քեզ ստեղծագործես։ Եթե այսօր ուզենաս Արցախի մասին ինչ-որ ներկայացում անել, դա անցնում է շատ դաժան պրոցեսներով։ Եթե ուզում ես մի բան ունակի համատես Քաչնազարը դա
Հիմա եթե ուզենաս բեմադրես, սաղ թատրոններից հանեցին քաշնազարներ։ Գիտեք, այո։ Կար մի քանի թատրոն, որտեղ այդ ներկայացումը կար, ինք բոլորը հիմա շատերի մոտ ասոցիացիաներ են երևի առաջանում դրա համար։ Բարձր։ Իրանք հանեցին այդ։ Հիմա դե ոնց կարող ենք ասել, որ չի ազդում։ Իհարկե ազդում է։ Արդեն պետք է ամեն ինչ անես, որ իրանց սրտով լինի, որ գործ ունեն, հասկանում չեք։ Բայց այստեղ մի բան կա, չէ՞, ասում են հաճախ այդ դժվար իրավիճակներում արվեստը կարծես ոնց որ ծաղկում ապրի ինչ առումով, որտեղ ասելիքը շատանում է։ Բայց ասողներն լռում են այսօր շատերը։ Ասելիքը շատանում են ժամանակ, երբ որ խոսքի ազատություն կա, այսօր իրանց ճղում են, մենք տվել ենք խոսքի ազատություն։ Այդ տեսեք լրագրողները գալիս են վարչապետին հարցեր են տալիս շատ բարձ։ Իրոք, ամոթա չի կարելի դրա անունը դնել ազատություն։ Նախ դու չգիտեք ինչ բան է ազատություն։ Ազատությունն ունի իր սահմանները ու իր չափը։ Լպիրշ ազատությունը ոչ մեկի պետք չի։ Բայց եթե կիրթ խոսքը, որի թևերը ազատությունն է, այդ ժամանակ եւ վարչապետին ես սովորական քաղաքացուն մտածելու առիթ է տալիս։ Այսօր լրագրողներն են ներողություն խնդրում, մի տեսակ շատ ուղիղ են սկսել տալ։ Իրենց հարցադրումները շատ բարձր, կուզենամ նախադասությունները, որ տակը բան լինի, որ այդ մարդուն մտածելու առիթ տաս։ Պրիմիտիվ չլինեն։ Այո, իսկ կարծում եմ, որ եթե դիմացին պրիմիտիվ արդեն իրանց լեզվով պետք է խոսես։ Այսօր համացանցերում ինչա կատարվում այդ։ Մի քանի պերսոնաժներ կան, որոնք այդ ովքեր են։ Այ հայ հանրություն դեսա ճանաչում որպես բավական հումորով մարդու։ Չնայած մեր խոսակցությունը մեզևից շատ ծանր տխուր է ստացվում, ինչ հանգամանքներից ելնելով։ Ասում թաղման մեջ էլ հումոր կա, պետք է կարողանանք այդ տեսնել։ Ուսում մատկարից հումորը ինչպես է, որ դե մարդու ծնված օրվանից այն ներկա է լինում, թե ինչ հանգամանքներում, չգիտեմ, ազատություն ներքին կամ ինտելեկտ, այդ ամեն ինչը գումարվում է իրար եւ վստահ ասում ենք, որ այս մարդը իսկապես լավ հումոր ունի կամ հումորով է։ Ասած չգիտեմ, այսօր մեր հումորը իջացել են պորտից ներքև։ Ու որ դա նաև հանում են բեմ, դա վրա սարսափելին է։ Այդ ժամանակ հումոր հասկացողությունը վերանում է։ Հումորի անուն դնում ենք ցինիզմ։ Իսկ չափավոր ցինիզմը ես շիլում եմ, երբ որ ցինիզմ կայշում եք, բայց չափավոր, որտեղ այդ ցինիզմի մեջ ցինիզմն ունի մի հատ level, որի անունն է ինտելեկտուալ ցինիզմ։ Խոսքով ես հասկացել եմ, որ ամեն ինչ սիրուն է չափի մեջ, ու ես միշտ իմ մոտիկներին, իմ փոքր տարիքով ընկերներին ասում եմ, ունեցեք չափի զգացողություն։ Ամեն ինչում մարդկային փոխհարաբերություններում, գործի մեջ է, դա ամենասիրելի բանն է, ամենալավ բանն է։ Այսօր Հայաստանում այդքան լուրջ թեմաների կարիք կա, չէ՞, շատ բազմաթիվ թեմաներ կան, որոնք եւ բարձրաձայնման եւ էկրանից տեսնելու կարիք ունի ժողովուրդը, բայց կարծես ամենտեղ ինչ-որ հումորային բաներ են, հումորային ֆիլմեր, սերիալներ, ներկայացումներ, ինչի է դա պայմանավորված, ժողովուրդը ծանր ժամանակներն ուզում են ավելի թեթև բաներ։ Գիտեք, ես նախադասությունը սկսեցին կերծնել է ժողովրդին, ու ժողովուրդը կերավ։ Առաջ գալիս էին թատրոն ինչ որ բան տանելու համար։ Այսօր այդ արտահայտությունը դե մարդիկ գալիս են մի երկու ժամով իրանց դարդերը հոպ, բայց ինչ ես որոշել ես դարդոտված է, կամ ես պետք է գամ այդտեղ երկու ժամով, արա չէ, ես գալիս եմ այդտեղ ներսիս համար, ես գալիս եմ այդտեղ տալիս ինձ հնարավորություն մտածելու, ես գալիս եմ այդտեղ տաս հնարավորություն այն ինչ որ դու ես տեսել, ես չեմ կարողացել տեսնել, ես ուզում եմ քո աչքերով տեսնեմ այդ ու հասկանամ, վայ, ինչ լավ բան է։ Չնշանակում մարդիկ գալիս են իրանց դարդերը մոռանան։ Ոտես դարդոտեցին այս ազգին։ Միջան ասում գնանք թատրոն երկու ժամ անջտվենք։ Всё։ Դե թատրոն հասկացողություններ ա միառնում։ Առաջվա թատրոն ներկայացումների մեջ հոգի կար, առաջվա ներկայացումների մեջ մարդու մասին էր, մարդ կա, այսօր մարդու մասին մենք բեմից մարդուն շատ խնդալու ենք ներկայացնում, դրա համար մարդու արժեքը ընկել է։ Դες մեզ
Բաներ չվերցնեմ ի վրա, ես էլ եմ դրա մասնակիցներից մեկի, ես էլ եմ մեկ-մեկ բեմից մարդուն շատ վատ վերաբերվում։ Ասենք իմ գործողություններով իմ ընտրության, որ անուններել եմ ներկայացում, մեկ-մեկ ասում են, հագնում եմ, օքեյ տալիս եմ խաղում եմ, բայց դե Շատ դերասաններ հաճախ ասում են, որ իրենք իրենց պոտենցիալի ինչ որ մի տոկոս են կարողացել ռեալիզացնել։ Դուք ինչ կասեիք այդ կապակցությամբ կամ լավ, այդպես չձևակերպենք, ինչ դերեր կուզենայիք ավելի շատ խաղայիք, որոնք ձեր կարծիքով իսկապես ձերն են։ Խորը հոգեբանական կուզենամ, որ ինքնարոտել եմ ահագին ժամանակ։ Ես ժանրային առումով իմ շատ սիրելի ժանրը դա տրագիկոմեդիան է։ Բայց անկախ ինձնից, ինձ առանց հասնելու բերեցին մտցրեցին այս ժանրը, որի անունն է կոմեդիա։ Բայց դուք պատրաստ եք այնտեղից դուրս գալ այդ ժանրից։ Դուրս գալ չի, կարող եմ այնտեղ էլ լինել։ Մի խնդրեմ դուրս գալ, մի տեսակ որ հրաժարվես, չէ, ես չեմ ուզում իմ մասնագիտությունից հրաժարվեմ։ Զուգահեռ նաև այնտեղ հանդես։ Այո, կուզենամ, որ արդեն թատրոններում ասելիքները փոխվեն, ուրիշ բանի մասին սկսենք ասել, ուրիշ բանի մասին սկսենք խոսել։ Իհարկե ասում եմ թատրոնը երբեք պրոբլեմ չի լուծում, ինքը ուղղակի առաջարկում է պրոբլեմ։ Այսինքն մենք պետք է պատրաստ լինենք այդ առաջարկած պրոբլեմը տեսնել, այո։ Սկսում ենք գնում են դեմ 5 րոպե անջատվենք ախպեր, խնդացինք, արի դիշ խնդալվել։ Այսօր ներկայացումը դարել է խդիկ տալու տեղ։ Դա ինչի՞ց է գալիս, որովհետև երբ որ մշակույթի նախարարը գոնե մի անգամ ներկայացում չգնում տարվա մեջ որպես օրինակ, ինքը թատրոններից ընդհանրապես ոչ տեղեկացված է ոչ բան։ Եթե քո երկրի ղեկավարը մի անգամ չի գնում ներկայացում կամ գնում է ներկայացումից հետո շոու է սարքում, իրան որովհետև այդ իրավունքը։ Եթե բանուն ես դերասանն ասելու, առանձին տարասա։ Ինքն է հաստատվի տեղ, այդ տեղն էլ մի մխտրի։ Եկեղեցին մխտրել ես, բայց ոչինչ էլ կմաքրվի։ Մշակույթը մխտրելով գնում են։ Ինչ ասեմ, այնքան բան կա ասելու։ Խոսքով ուր եղել են, իրանք մխտրել են։ Ուր մտնում են, իրանք իրանց հետևից թողում են հետք։ Հետք, որը ունի հոտ։ Ու դա շատ զզվելի հոտ է։ Ինչ ասեմ էլ։ Այդ ինչքան ժամանակ խոսում ենք մենք բռնացրին նավը մենք լավ բանի մասին չխոսեցինք։ Անդադ մեր պրոբլեմների, մեր ցավերի, մեր հիմա մենք դրա մեջ ենք, չէ՞։ Եկեք փորձենք մի հատ լավ բան գտնենք, կարող ենք։ Դե փորձենք, չգիտեմ ինչի մասով։ Ինչ լավ բան է մնացել մեր երկրում։ Ինչ լավ բան է մնացել մեր երկրում, որ հերման կետերը կարան լինեն, էլի, որպես նորից վեր բարձրանանք։ Դերերն են արդեն ձերի տալիս թոշակառուներին լավ բան է, չէ՞։ Հա, բնականաբար։ Ես կամաց նախապատրաստում եմ մեռնելու։ Որտու լավ բան չկա այս երկրում, չէ՞ կախի, մենք ունենք լավ տաղանդավոր նոր սերունդ, որոնց համար պիտի ստեղծենք դաշտ, որտեղ վաղն իրանք տալիս հնարավորություն մենք աշխարհին ներկայանալի դառնանք։ Իսկ այդ երեխաները այսօր չունեն այդ մթնոլորտը, այդ օդը, որ շնչեն ու ուզենան ստեղծագործել, որտեղ նոր սերունդը հասնում է մի հատ տեղ, դեմը պատա։ Ու ինքը իրան այս պատից հետո իրան արդեն դրսում է տեսնում։ Դες ինչ պետք է կարողանա գա մեկը, որ այդ դրսի յան կրող ազգանունի այդ բոլոր տաղանդավոր մարդկանց կարողանա հետ բերի Հայաստան ու կարողանա իրանց ճիշտ տեղերում դնել, ոչ թե իրանց օգտագործել, չեմ սիրում այդ բառը։ Ուղղակի այդ մարդկանց դնել ընդդեմ, որտեղ իրանք պետք է լինեն ու այդ մարդիկ աշխարհը շուռ կտան։ Այդ դաշտը պետք է ստեղծենք, եթե հնարավորություն տանք, այդ երեխեքը իրանց հայրենիքում չընկճվեն ու իրանց ավական տեսնեն ստեղ ոչ թե դրսում։ Որ գնում են դուրս մեկը, դե մի հատ ուրիշ զգացողություն կա, որի անունն է կարոտ։ Խեղդում է, բայց մի փոր հացի համար դա ասում է լավ, այդ ամենտեղ ինչ անեմ, ու սկսում է հայրենիքը քո աչքին շատ վատ է երևալ։ Տեղ մոռանում ես գենիդ մասին, տեսակիդ մասին, դե որոշում ես կանացնել ընտանիք կազմել
ծնվում է քո շարունակությունը, արդեն այդ շարունակությունը ազգանունով մենակ հայ։ Գենով արդեն ինքը ուրիշ մարդ է դառնում։ Դրա մասին է պետք է մտածենք։ Եվ սովորում են այնտեղ ապրեն, այնտեղ միջավայրին ամեն ինչ։ Այո, ես ասել եմ Եվրոպան ու ընդհանրապես դրսերը դա շուշաթղթի նման բան է։ Տանում են դե գենը մաշացնում են, հետո մտնում ես, ասում ես ո՞ր սա, իմ գենը չկա։ Ուտեղ արդեն դա ահորսած ոչ թե ֆիզիկապես ես քո երեխուն կորցնում, այլ կորցնում է երեխու տեսակն է կորում։ Ես ուրախանում եմ, որ կան դրսերում ապրող մարդիկ, որ իրենց երեխեքը 11-12 տարեկան են ու շատ մարդկանց են, ես հետ եմ եկել, որ իմ երեխեն մեծանա Հայաստանում։ Ու դա շատ կարևոր բան է։ Բայց որ մեկիկ սարքեն կնենց Հայաստան, որ այդ երեխեքին ովքեր որ բերում են, չփոշմանեն իրենց բերածի համար։ Վերջում ձեզ մի քանի բլից հարց ունեմ տալու նաև։ Ապա Եթե ձեր կյանքի հիման վրա ֆիլմ նկարահանվեր, ինչ ժանրի ֆիլմ կլիներ եւ ով կլիներ ռեժիսորը։ Ռեժիսորը չգիտեմ ով կլիներ, ես ամեն դերասան պետք է լինի ռեժիսորը։ Ես կուզենայի, որ ինքը կենթանի լիներ, ես ինձ Մալյանի հոգեբանությունը, Մալյանի ձեռագիրն է իմը։ Մալյանի նկարած ֆիլմերն են, որ մարդու մասին ես կուզենայի լինեի Մալյանի մարդկանցից մեկը, որի մասին կուզենայի ինքը խոսել կամ ինձ կտար հնարավորություն այդ մարդուն ներկայացնել։ Այդ դա կինո էր, այդ դա հայ կինո էր, այդ դա մեր մասին էր, այդ դա որ տանես դուրս ներկայացնես չես ամաչի։ Իսկ թե ինչ կուզենայի խաղալ, ես կուզենայի բախտ ունենամ այդ լավ բան խաղալ, չգիտեմ ինչ, բայց կուզենայի։ Եթե կյանքը նորից ապրելու հնարավորություն ունենայիք, ինչ կփոխեիք։ Իմ կյանքում թե ձեր կյանքում։ Շատ երեխաներ կունենայի։ Հայ ժողովրդի երկու գիծ ասեք, մեկը լավ, մեկը վատ։ Վատ, որ խանգարում է, եւ լավ, որը օգնում է առաջ գնալ։ Եվ վատը եւ լավը մի բառով կորամ ասեմ հայ է։ Դա արդեն բնավորություն է։ Չէ, դա ապրելակերպ է, դա տեսակ է, դա ընտրություն է, որ Աստծո կողմից դրել են մեր ուսերին, մենք մեր չափով տանում ենք, դաժե Աստվածը մեզ սկսել ոնց որ հասկանալ։ Արցախում երբ եք եղել վերջին անգամ։ 17 թվին, 17-16 թվին, ու ընկերի ունեի, որի մկրտության անհրաժեշտությունը կատարեցինք Շուշիում։ Դե տենց կադրի նման անդադ անցնում աչքիս դեմով, այդ ժամանակ եմ եղել վերջի անգամ։ Իսկ ձեզ համար ինչ ասել է գեղեցկություն հայկական ձևով։ Կանացի գեղեցկություն տեն Ընդհանուր։ Հայկական ձևով։ Ես կուզենայի իմ Երևանի նման գեղեցիկ, իմ համար Երևանը գեղեցկություն է։ Թութամանյանը իր մեջ արևի մոդելն է դրել, արևի մակետն է։ Իսկ Հայաստանի մասին 3 նախադասությամբ օտարերկրացիություն ինչպես կպատմեիք։ Արի տես որոշի, ինչ ասեմ։ Բառերով։ Ինձ տենց արի տես որոշի։ Եվ վերջին բլից հարցը Հայաստան 2030։ Ինչպիսին կլինի այն ձեր կարծիքով։ Ես ոչ թե հույս ունեմ, այլ համոզված եմ, որ մենք լինելու ենք ինչ-որ լավ կետի վրա, որի անունը ոչ թե դնենք նոր Հայաստան, այլ հին իսկական Հայաստան, որ ամեն մի հայ ներսում կա, այդ Հայաստանն ենք մենք ունենալու։ Ու ամենակարևորը այդ երկրին տերը լինելու, տեր։ Եվ Տեր Աստվածն է լինելու, եւ իսկական Տեր ու տղայ լինելու այդ ամեն ինչի Տերը։ Դա իմ ցանկությունն է։ Շնորհակալ եմ պարոն Հարությունյան զրույցի համար։ Շնորհակալ եմ ձեզ հրավերքի համար, լավ եղեք, պինդ եղեք, շուտով լավ լինելու։ Երեք զանգի ասում։ Շատ ավելի լավ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։